Պարոն Ծառուկյան, Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը, որից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը հստակ հայտարարեց Հայաստանի հետ հնարավոր ինտելիգենտ բաժանման ապահարսանի մասին, կարծես եկել է հստակ ընտրության պահը դեպի Եվրոպա կամ դեպի Ռուսաստան, որն է ձեր հստակ դիրքորոշումը այս մասով, շնորհակալություն։ Ձեր անունը ո՞նց էր։ Անի ջան, ուրեմն հիմնական սա թակարդ է։ Ռուսաստան, Արևմուտք, ում հետ։ Դա ինքնատար մարդկա մենք բոլորի հետ լավ պետք է լինենք։ Այսօր մենք իրավունք չունենք թշնամանանք, որից է մի երկրի հետ։ Մենք այսօր պետք է ընտրենք, պետք է իմանանք, կազմակերպենք, մենք ամբողջ կյանքը ասենք թե շփվել ենք Ռուսաստանի հետ մեծամասնությամբ, աշխարհի բոլոր երկրների հետ շփվել ենք, բայց հիմնական շարժը, աշխատանքը, շփումը, արտահանումը, ներկրումը 80% եղել է Ռուսաստանի հետ։ Եթե մենք պատրաստվում ենք Ռուսաստանի հետ թշնամանալու, պետք է մտածենք մեզ ինչ վտանգ է գալու։ Մենք կարող ենք դրա տակից դուրս գանք, թե չենք կարողանում։ Մենք 100% պետք է փորձած լինենք, որ մենք դրանից ավելի լավ պայման ենք ստեղծում մեր ժողովրդի համար, մեր գործարարի համար, մեր գյուղատնտեսության համար։ Եթե առանց մտածել քայլ ենք կատարում, մենք փչացնում ենք մեր հարաբերությունը, թշնամանում ենք Ռուսաստանի հետ։ Դա ինչ է մեզ տալի, որ լրիվ ասենք թե վերանա, ավիրվի, քանդվի, եթե դու դրա հակառակը չունես, ոնց Ռուսաստանը ես նայում եմ 10 օր նույն բան ասում, այստեղ էլ ասում են մեր մոտ լրիվ նորմալ է, մեր հարաբերությունները նորմալ է, եղբայր ջան, ձեր հարաբերությունները նորմալ է, չի երևում նորմալ է, որ դու հրավիրել ես, ասենք թե Զելենսկին է եկել, մյուսն է եկել, այստեղ Ռուսաստանին վիրավորելով, ասելով, գործընկերները այդպես բան ոնց են անում։ Որ դու զգում ես, եթե դու մեկի հետ ընկերություն ես անում, ուրեմն պետք է հիմնավորած անես։ Մենք բոլորի հետ պետք է լավ լինենք, եւ Ամերիկայի հետ լավ պետք է լինենք, եւ Չինաստանի հետ լավ պետք է լինենք, եւ Ռուսաստանի հետ, բոլոր երկրների հետ, Հնդկաստանի հետ լավ պետք է լինենք։ Կարողանանք լիարժեք օգտվելու, որ մենք կարողանանք լիարժեք քարը քարին դնելու։ Ես նույնիսկ եմ ասում, այսօր տես արդեն փակել են Ռուսաստանի, ճասմա եթե դու նախընտրում ես, որ ասենք թե մեր թշնամիների հետ ես ուզում լավ լինես, մեր հակառակորդներ, որ մեր հետ կռվում են։ Ուրեմն քո ցավը տանեն, որոշողը դու ես գնա ընտրի։ Ուրեմն մենք քո հետ ընկերություն չենք անելու կամ անելով մեզ քեզ են ընկերական բարեկամական պայմաններն ենք արգելելու։ Չի ասում գազ չեմ տալու, ասում է գազը տալու եմ։ Եվրոպային տալիս եմ $600, $700 քեզ եմ տալու։ Ես քեզնից ճանապարհը փակում եմ, որ ոչ մի բան սա հիվանդ են կամ ես իմ ինչա չեմ ընդունում։ Հիմա այդ մարդիկ այսքան ճանապարհներին ծաղիկ ու միրգ ու պոմիդոր վարում, կլուբնիկ, կոնյակ ճանապարհների կանգնած ամսական, եթե չգիտես ասեմ, Հայաստան 160-ից 170 միլիոն դոլար տրանսֆեր է գալի։ Տարեկան $3 միլիարդ պտու բանջարեղեն գինի եւ կոնյակ արտահանում են, որստե արտադրում են, մշակում են, պատրաստում ուղարկում են։ Ոնց է դրա պատասխանը։ Եթե իրենք ուղղություն ունեն, որ այդ ճանապարհը միանգամից բացում է Եվրոպայի հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ես դեմ չեմ։ Եթե նրանք ասենք այդ հարցերը կարգավորում են, մարդը պետք է 100 անգամ չափի, մեկ անգամ կտրի։ Եթե նրանք այդքան ամբողջ թիմով գոռալով այո, իրաց ցավն էլ տանեմ, թող անեն, տեսնեն ժողովրդի կարգավիճակը ոնց է լինելու։ Մեդիահաբ եւ վերջին երկու հարցերը, որտեղ կոնցերտներ։ Հա, գիտեմ, սպասում են արդեն հանդիպման է գնալ։ Ձեր հետ շատ հաճելի է։ Ես չեմ խուսափում ձեր հարցերից։ Ցանկացած հարց իմ պատկերացմամբ իրական բնական կպատասխանեմ, որ ես գում եմ նայելով ձեզ, որ դուք այս երկրում եք ապրում, այստեղ ժողովրդից մեկն եք, դուք այլ երկրից չեք եկել, հասկանալի է թե ոչ, ձեզ հետաքրքիր է, դուք եք ուզում, որ ապահով լինի, անվտանգ լինի, խաղաղություն լինի, զարգանա, մարդիկ գնահատված լինեն, իրենց մասին մտածեն, իրենց հաշվի առնեն, իրենց հարգեն սիրեն, ցանկացած մարդի ուզած սա է։ Ճիշտ եմ ասում, թե սխալ եմ ասում։ Հա շատ սուր եք, դիպուկ եք, մալադեց, հարց չկա։ Տվեք, մարդ կարա թող պատասխանի, չի կարա, թող չպատասխանի։